Ուզում եմ հիշեցնել հարգելի պատնախ, շնորհակալություն հնարավորության համար, հարգելի Տիկին Վարդանյան, հարգելի Պանթունյան, հարգելի պատգամավորներ, նշեմ, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման դեպքերում երկու անգամ է այցելում ազգային ժողով, որովհետև ունի բաց եւ փակ հատվածներ, մասնավորապես ռազմարտունաբերության ոլորտին եւ տիեզերական գործունեության ոլորտներին վերաբերող հատվածը փակ ձևաչափով է ներկայացում ազգային ժողովին, այսօր հետևաբար կներկայացնեմ միայն այն մասը, որը վերաբերում է բաց հատվածին, միայն այս մասով 2026 թվականի նախատեսվում է 31 միլիարդ 200 միլիոն դրամի սահմաններում ֆինանսավորում իրականացնել բյուջետային 4 ծրագրերով 16 տարբեր միջոցառումներով Ես առաջարկում եմ անմիջապես անցնել դրանց ներկայացմանը, հետո եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 26 թվականին նախատեսվել է հատկացնել 21.1 միլիարդ դրամ։ Այս ծրագրի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է, որի շրջանակներում կիրականացվեն հետևյալ բյուջետային միջոցառումները։ 26 թվականից մասնագետների պատրաստման բուհ մասնավոր հատված համագործակցություն միջոցառումը կվերանվանվի տեխնոլոգիական կարողությունների եւ հմտությունների զարգացում, որը իրականացվելու է հետևյալ 4 ուղղություններով։ Առաջին ուղղության շրջանակներում պետություն մասնավոր համագործակցության տրամաբանության ֆինանսավորում է տրամադրվելու տեխնոլոգիական ոլորտի տարբեր կազմակերպություններին, հիմնականում փոքր ընկերություններին աջակցելու նպատակ է հետապնդում իրենց ներկայացած ծրագրերի իրականացման համար վերջիններիս գիտական եւ կամ արտադրական ներուժի ավելացման եւ կարողությունների ձևավորման նպատակով նախատեսվում է 26 թվականին պիլոտային ձևաչափով ներդնել այս ծրագիրը թիրախավորելով 15 ծրագրեր երկրորդ ուղղությամբ մասսայական ուսուցման խրախուսման ծրագիրն է կիրականացվեն դասընթացներ հանրապետության տարբեր մարզերում տեղեկատվական անվտանգության, հատկապես կիբերանվտանգության եւ արհեստական բանականության գործիքների վերաբերյալ այստեղ բյուջեն կկազմի 100 միլիոն դրամ ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել որ 24 թվականին այս ծրագիրը իրականացվել է Հայաստանի Հանրապետության 3 մարզերում դրան մասնակցել են 400 մարդ եւ 2025 թվականին 7 մարզերում իրականացվել է դրան մասնակցել են 700 մարդ Երրորդ ուղղությունը սրանով կկազմակերպվի 2 հաքաթոն միջոցառման ժամանակ տարբեր թիմեր կմրցեն իրենց գաղափարներով, նախագծերով եւ արտադրանքներով կկիսվեն իրենց փորձով եւ գիտելիքներով այս բաղադրիչի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 60 միլիոն դրամ ռոբոտաշինության եւ ուսանողական հակաթոններ են նախատեսում իրականացնել 4-րդ ուղղության շրջանակում կֆինանսավորվեն ՏՏ դասընթացների կազմակերպման ծրագրերը որոնք իրականացվում են դեռևս 2009 թվականից ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև հուշագրի համատեքստում է իրականացվելու 2026 թվականի նախատեսում այս ծրագրի շրջանակում վերապատրաստել 520 մասնագետի ընդհանուր այս միջոցառումը 4 ուղղություններով դրա բյուջետավորումը կկազմի 213 միլիոն դրամ Հաջորդ միջոցառումը շուկաների զարգացում եւ միջազգային համագործակցություն այստեղ միջոցառման շրջանակներում բտանախարարության կողմից ընտրվում են ոլորտային հեղինակավոր ցուցահանդեսներ եւ աջակցություն է ցուցաբերվում հայկական ոլորտային ընկերություններին եւ միություններին դրանցում ներկայանալու համար միջազգային ցուցահանդեսներին հայկական ընկերությունների միասնական տաղավարով մասնակցության աջակցությունը նախ եւ առաջ պայմանավորված է նրանով որ հայկական ապրանքանիշերի ընկերությունների ճանաչելիության զգալի պակաս ունենք ինչը բնականաբար խանգարում է հայկական պրոդուկտների արտադրանքների միջազգային շուկաներում առաջ խաղացումը 26 թվականի համար նախատեսված է 340 շուրջ 345 միլիոն դրամ
Հաջորդ միջոցառումը ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգով 26 թվականին նախատեսվում է ուրեմն 968 միլիոն դրամի ֆինանսավորում, որոնցից հիմնական 540 միլիոնը 2026 թվականին նախատեսվում է հատկացնել միջազգային ակսելերացիոն ծրագիր իրականացնող Plug and Play կազմակերպությանը, 200 միլիոն դրամ հատկացնել Sevan Startup Summit 2026-ը իրականացնելու համար։ Սրա շրջանակներում ուզում եմ ասել, որ 2025 թվականից է առաջին անգամ պետությունը ֆինանսավորում այս միջոցառումը, որի շրջանակում արդեն իսկ տարիների ընթացքում 40,000-ից ավելի մասնակիցներ ենք ունեցել աշխարհի շուրջ 50 երկրներից։ Այս միջոցառումը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման եւ զարգացման գործում։ Հաջորդ ծրագիրը դեպի աշխատաշուկա մենք նախատեսում ենք 2026 թվականին նորարարական կենտրոն Կապանում ստեղծել, որի համատեքստում մենք 150 միլիոն դրամի ներդրում ենք մտադիր կատարել 26 թվականին։ Հայաստան ընդհանրապես սա գալիս է աջակցելու մեր այն ռազմավարական նպատակադրմանը, որով մտադիր ենք Հայաստանի մարզերում նորարարական կենտրոնների ցանց ստեղծելու նպատակով կրթական կենտրոնները զարգացնել, խթանելու մարզային կայուն զարգացումը, ինչպես նաև ձեռներեցությունը եւ կրթությունը։ Այս կենտրոնը 26-ին, որ մտադիր ենք ստեղծել, նպաստելու է տեխնոլոգիական եւ գիտական կրթության, բարձր տեխնոլոգիական մասնագիտությունների զարգացմանը, ստեղծարար ու ձեռնարկատիրական մտածողության ձևավորմանը, ինչպես նաև ամրապնդելու է պետություն մասնավոր հատվածի համագործակցությունը, որովհետև հենց պետություն մասնավոր հատված համագործակցության ձևաչափում ենք դիտարկում այս ներդրումը։ Եվ գաղափարից բիզնես բաղադրիչի համար նախատեսում ենք 75 միլիոն դրամի ներդրում կատարել 26 թվականին։ Այստեղ ուզում եմ ասել, որ 2025 թվականին ունեցել ենք 19 ընկերություններ եւ ստարտափներից յուրաքանչյուրը 5 միլիոն դրամի դրամաշնորհներ ստացել։ Հաջորդ միջոցառումը պետական աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին։ Ուզում եմ հիշեցնել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որը ենթադրում էր մեծ ֆինանսական աջակցություն ոլորտի զարգացման նպատակով եւ ինչպես եթե կհիշեք, որ մենք դեռևս 1 տարի առաջ 25-ի բյուջեն քննարկելիս հայտարարել ենք, որ սա ինչ որ իմաստով 2025-ը լինելու է պիլոտային ծրագիր, որպեսզի մենք մոնիթորինգի արդյունքում եւ վերլուծության արդյունքում հասկանանք, թե իրականում ինչ ծավալի ներդրման մասին է խոսքը գնալու եւ դրա արդյունքում մենք 25-ին հատկացված 29 միլիարդի փոխարեն 26-ին 19 միլիարդ ենք հատկացնելու այս ծրագրին, հաշվի առնելով նախ եւ առաջ այն հանգամանքը, որ 2025-ին այս ծրագրի կատարողականը կազմելու է գրեթե 10 միլիարդ դրամ, 19 միլիարդի հատկացումը պայմանավորված է մեր այն համոզմունքով, որ ծրագրի գործարկման եւ ոլորտի շարունակական զարգացման արդյունքում մենք կարողանանք ավելի մեծ գումար ներդնել եւ ուտիլիզացնել։ Իսկ ինչպես նշեցի 26-ի համար արդեն 19.4 միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել այս ծրագրի շրջանակում։ Հաջորդ միջոցառումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում, ինչպես գիտեք, մենք արդեն իսկ մեկնարկել ենք ոլորտի առաջին անգամ մեկնարկել ենք ոլորտային ռազմավարական փաստաթուղթ ունենալու աշխատանքները, արդեն իսկ այս տարի 65 միլիոն 600 հազար դրամ հատկացրել ենք ռազմավարությանը եւ եւս 18.7 միլիոն պահանջվի հաջորդ տարի ֆինանսավորելու, որի արդյունքում մենք ունենանք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ռազմավարական փաստաթուղթ։ Հաջորդ միջոցառմամբ նորարարական էկոհամակարգի զարգացմանը միտված
նոր հիմնադրամ է ստեղծվել, որով 2026 թվականին նախատեսվում է նորարարության հայկական հիմնադրամին որպես համաֆինանսավորում մասնավոր հատվածի հետ հավասարաչափ 100 միլիոն դրամի հատկացում իրականացնել։ Սա առաջին ծրագիրն էր, երկրորդ ծրագիրը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիթորինգ սահմանության ապարատի ծախսերի համար նախատեսված 1 միլիարդ 50 միլիոն դրամի հատկացումն է։ Երրորդ ծրագիրը հեռահաղորդակցության ապահովման ծրագիրն է։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 964 միլիոն դրամի հատկացում հետևյալ միջոցառումներով՝ հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգում, որի նպատակն է ուրեմն հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՕԱԿ-ին պահպանումն է, 26 թվականին կպահանջվի 492 շուրջ 493 միլիոն դրամ, թվային հեռուստահեռարձակման ապահովման ծառայությունների շրջանակում 80 միլիոն դրամ է նախատեսվում 26 թվականին հատկացնել, տվյալների փոխանակման միջգերատեսչական կապի ապահովում միջոցառման շրջանակում նախատեսվում է 141 միլիոն դրամ, սա ըստ էության ամբողջ պետական ապարատի կապի համար միջգերատեսչական կապի ապահովումն է կենտրոնացված ձևաչափով, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության բյուջեի հաշվին եւ հաջորդ այս ծրագրի համատեքստում հաջորդ եւ վերջին միջոցառումը տեսալսողական մեդիա ոլորտի կարգավորմանը վերաբերում այստեղ եւս եթե կհիշեք վերջին ամիսներին մենք հայտարարեցինք նոր հիմնադրամի հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամի ստեղծման մասին 2026 թվականին նախատեսվում է 250 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հանրային մուլտիպլեքսում սլոտ ունեցող, լիցենզիա ունեցող հեռուստաընկերություններին հանրօգուտ մեդիա հաղորդումներ, հաղորդաշարեր հեռարձակելու նպատակով մենք դրամաշնորհներ ենք տրամադրելու հեռուստաալիքներին եւ վերջապես վերջին ուրեմն ծրագիրը, 4-րդ ծրագիրը թվային փոխակերպման գործընթացի իրականացումն է, որով 26 թվականին նախատեսվում է հատկացնել ավելի քան 8 միլիարդ դրամ, որը հետեւյալ միջոցառումներին է ուղղվելու տեղեկատվական անվտանգության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման եւ զարգացման ոլորտներում քաղաքականություն իրականացման շրջանակում, մասնավորապես տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանմանն է ուղղվելու 1 միլիարդ 14 միլիոն դրամ, պետք է խնդրեմ պատգամավորներին, որ այս համատեքստում բովանդակային հարցադրումներ ունենալու պարագայում արդեն մեր երկրորդ հանդիպմանը փակ ռեժիմով քննարկման արդյունքում դրանք հնչեցնել սիրով կպատասխանեմ եւ բուն թվայնացմանը հատկացվում է 26 թվականի բյուջեով 5 միլիարդ դրամ Սրանով էլ ուզում եմ ասել, որ իրականացվում է տարբեր գերատեսչություններից ստացված հայտերի հիման վրա թվայնացման ծրագրերի ֆինանսավորման համար